Մենք այցելել ենք Արմավիրի մարզի Գյուղ Արասաթի Թաթուլ Հուլյանի անվան միջնակարգ դպրոցից և մեր հիմնական նպատակն է, որպեսզի մենք հարցազրույց իրականացնենք ձեզ հետ։ Լավ եք արել, միշտ համեցեք։ Եվ առաջին հարցն է, ինչու որոշեցիք դերասան դառնալ, արդյոք Մհեր Մկրտչյանի կերպարը որպես դերասան ազդել է ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Նախ ասեմ, երազանքը եղել է շատ փոքրուց, երևի առաջին երկրորդ դասարանից, որ գալիս էինք ներկայացումներ նայելու, այդ ժամանակվանից միշտ երազել եմ, որ պիտի դերասան դառնամ ու շատ ուրախ եմ, որ ստացվել է երազանքը, դեռ շատ կերպարներ կան խաղալու, որ երազում եմ չեմ խաղացել դեռ, բայց հուսով եմ կխաղամ։ Ինձ թվում է յուրաքանչյուր մարդ ուզում է դերասան դառնալ, միշտ առաջինը սիրել եմ Մհեր Մկրտչյանին, ու ինչ-որ չափով փորձել է նաև միգուցե նմանվել իրեն, բայց ես չեմ ուզեցել նմանվել իրեն, պարզապես այն կերպարները, այն ներկայացումները, որ ինքը խաղացել է, իմ վրա շատ ազդել, մեծ ազդեցություն է թողել ու հենց եկել եմ մեզ թատրոն դրա համար։ Մանավանդ որ Ալբերտ Մկրտչյանն էր թատրոնի գեղարվեստական ղեկավարը, Մհեր Մկրտչյանը եղել այդ ժամանակ ու շատ հաճելի ու երջանիկ տարիներ էին, որ տեսանք Ալբերտ Մկրտչյանի և աշխատեցինք։ Շնորհակալություն պատասխանելու համար։ Ոգեշնչված եք Մհեր Մկրտչյանի կերպարով, ուրախ եք, որ աշխատում եք հենց իր թատրոնում։ Այո, որը նաև ոչ միայն Մհեր Մկրտչյանի կերպարով, նա նաև այդ ժամանակ, որ ես եկա թատրոն, այս թատրոնը երևի է շատ քիչ թատրոններից է, որտեղ շատ լավ մթնոլորտ է տիրում, դա շնորհիվ Ալբերտ Մկրտչյանի մարդկային փոխհարաբերությունները նախ շատ բարձր մակարդակ էին վրա էին դրված և նաև պրոֆեսիոնալ հատկությունները ներկայացումների հետ կապված։ Ինչ կպատմեք մեզ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի մասին։ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի մասին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնն արդեն 22 տարեկան է, հա, ճիշտ եմ ասում, ինստիտուտը 22 թե 20 չէ, Մհեր Մկրտչյան արտիստական, որպես Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնը արդեն 22 տարեկան է, բայց դրանից առաջ Մհեր Մկրտչյանը երբ որ թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր, այս թատրոնի, այն ժամանակ թատրոնը կրել է Վարդան Աճեմյանի անունը, հա, մեծանուն ռեժիսոր, գիտեք ինչպես ղեկավարել է Մայր թատրոնը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսորն է եղել գլխավոր գեղարվեստական ղեկավարը։ Այս թատրոնը կրել է այն ժամանակ Վարդան Աճեմյանի անունը, այնուհետև Մհեր Մկրտչյանի մահից հետո որոշակի ժամանակահատված թատրոնը չի աշխատել, հետո երբ որ արդեն թատրոնը Լիրսի հիմնադրամով վերանորոգվել է և վերաբացվել է, դա 2003 թվականն էր, արդեն կրել է Մհեր Մկրտչյանի անունը։ Եվ վերաբացվել է հաստուկի ինքը ներկայացնում, որը տեղադրել է նաև Մհեր Մկրտչյանը և ինքն է խաղացել է գլխավոր տեղում հաստուկի տեղում։ Հաստուկի կինը դա Մհեր Մկրտչյանի կարապի երգն էր, հա, վերջին ներկայացումն էր, վերջին դերակատարումն էր, որ ինքը խաղաց կերպարը, հենց այստեղ թատրոնի անունը կրող թատրոնի շենքում և 2003 թվականին վերաբացվեց իր վերջին խաղացած ներկայացման հաստուկի կինը ներկայացում, որը նվիրվեց իր 75-ամյակին։ Եվ դրանից հետո արդեն հաջորդեցին Ալբերտ Մկրտչյանի գլխավորությամբ թատրոնում ներկայացնող ռեժիսորների գլխավորությամբ մեկը մեկին սկսեց հաջորդել արդեն հետաքրքիր ու գեղեցիկ հրաշալի ներկայացումները և մանկական և մեծերի երեկոյան ներկայացումներ, և թատրոնը թեև 22 տարեկան է, հա, այս կարճ ժամանակահատվածում մեծ համբավը տեղը գտավ հանրապետության մեծ թատրոնների կողքին։ Շնորհակալություն մեզ հետ հարցազրույցը իրականացնելու համար։ Ձեզ շնորհակալ եմ։ Իսկ դուք նպատակում եք ասկան որոշել եք արդեն ինչ եք դառնալ։ Հուսով եմ այս գեղեցկուհիներից որևէ մեկը կընտրի թատրոնի օրենք, քանի որ ձեր նախագծային աշխատանքը հենց ընտրել եք թատրոնը։ Ճիշտն ասած, ես սովորել եմ արվեստի դպրոցում և դաշնամուրի բաժին եմ երաժշտական գծով, բայց որպես իմ հիմնական մասնագիտություն ընտրել եմ բժշկական մասնագիտությունը ոլորտը։ Մոտ
Իսկապես, այնտեղ մարմինը բուժում, այստեղ տոկի։ Ես ընտրել եմ Երևան պետական դպրոցի համային կառույցի Մոտա։ Բայց ներկայացումը նայել է։ Հա, դա ոչ չունենա գույս խոսեմ։ Հետո նայել։ Ուրիշ հարցեր։ Շնորհակալություն։ Մենք